Հանուն հոր եւ որդու եւ օգույն սրբո ամեն։ Մեծ պահքի ճամփորդությունը սիրելիներ մեզի հասցուց 4-րդ կիրակին, որը մեզի գսե, որ կյանքը մեզի տրված է Աստուծո հետ հարաբերությունը զորացնելու համար։ Մենք բարեկենթանով տեսանք, որ մարդս երջանկության համար ստեղծված լալով վայելեց այդ երջանկությունը, այնքան ժամանակ, որ արտաքսման գիրագիով տեսանք սա, որ ես քո երջանկությունը չեմ ուզեր, ինքզինքին դուրս տվավ։ Անարագի գիրագիով մտածեցինք վերադարձի մասին, թե ինչպես զավակը, որ օրմեն հեռացել էր, ետ դարձավ եւ սերով ընդունեց իրեն հայրը, որպեսի իր տունը մնա։ Տնտեսի գիրագիով, անցյալ գիրագի, տեսանք, որ մարդս պետք է իր խելքը կործածել, հոգևոր կյանքի մեջ ևս, ինչպես աշխարհիկ կյանքի մեջ կկործածենք, նույնպես, որպեսի մենք հալլանք արդար տնտեսներ եւ Աստծո փառքի համար ծառայենք։ Եվ այսօր Թադավորի գիրագին սիրելիներ, անցնող գիրագիներու նպատակն է։ Անցնող գիրագիները ամեն ինչ թեորիայի պես էին, տեսողության պես էին, հիմա կորզնական կգանչի Աստված։ Եվ գսե, որ հաղորդակցություն, շարունակ բարեկամություն աղոթքով գլա Աստուծո հետ։ Այսօրվա առակը Հիսուս մեզի կպատմե։ Գսե, որ Հիսուս առակ բնալ պատմեց իր աշակերտներուն ցույց տալու համար, թե միշտ պետք է անդադար աղոթեն առանց ցանցրանալ։ Եվ ըսավ քաղաքի մեջ Թադավոր մկար, որ ոչ Աստուծմե կվախտնար եւ ոչ ալ մարդոց մեկ ամշնար։ Նույն քաղաքի մեջ այրիգին մնալ կար, որ անոր գտիմեր եւ գխնդրեր իրավունքս պաշտպանե հագարակորդես։ Թադավոր երկար ժամանակ մերժեց Թադը տեսնել, սակայն ի վերջո ըսավ ինքն իրեն. թեև Աստուծմե չեմ վախնար եւ մարդոսմե չեմ ամշնար, բայց քանի այս այրին նեղություն գուտա ինձի իր Թադը տեսնեմ, որովհետեւ մինչև վերջ քավս կալով զիս չանանգստացնեմ։ Աբա դերը շարունակեց. լսեցեք, թե ինչ կսե անիրավ Թադավորը։ Իսկ Աստված որքան պիտի համբերե իր ընտյալներուն գրած անիրավության, պիտի չպաշտպանես անոնք, որոնք գիշեր ու ցերեկ իրեն գտիմեն։ Այո, գսեմ, որ անոնց իրավունքը անմիջապես պիտի պաշտպանեն։ Եվ դերը գամփոփի ասելով, բայց մարդու որդին երբ կա, արդյոք հավատ պիտի գտնե երկրի վրա։ Այսինքն հավատքի արտահայտությունը աղոթքն է սիրելիներ։ Հավատքը մեզի գսե, որ այս աչքերեն զատ ուրիշ աչքեր կան, որ մեզի կցցնեն երկնային արքայությունը։ Երբ մենք կխոսենք մեկումը հետ մեր արջևը գեցած, որչափ շատ խոսենք, այդչափ կմդերմանանք եւ մեր սրտերը կփանանք։ Հավատքը գսե հարաբերություն մը գա, որ չերև իր աչքերով, բայց հոգի աչքերն է, որ կտեսնենք։ Որչափ զորավոր է մարդուս հավատքը, այդչափ զորավոր է նաեւ մարդուս աղոթքը եւ կյանքը մարդս տարբեր աչքերով կտեսնի։ Երբ մենք բզդիգը կմգրտենք սիրելիներ, կնքահորը կհարցնենք, այս բզդիգը ինչ կուզե։ Կնքահայրը չսեր օթո գուզե, մեծ տուն գուզե, ճամփորդություն գուզե։ Կսե գուզե հավատ, հույս, սեր եւ մգրտություն, որովհետեւ ադոն կյանքի ամենեն կարևոր եւ Աստուծո հետ հարաբերությունը շտկող առաքինություններն են։ Եվ մեր մայր եկեղեցին իմաստունը լալով գիտե, որ ամենքս հարաբերություն պետք ունենք Աստուծո հետ, որովհետև ան է կյանքը եւ առանց իրեն կյանք չի գա։ Այսօր գիտությունը, քաղաքականությունը, տեխնոլոգին, AI-ները ամեն ինչ կփորձեն Աստծո դերը գրավել, ասելով, որ պետք չունի այդ հին բաներուն հավատաս։ Հիմա ամեն մարդ կրնա ամեն ինչ անել, ուզածը տեղը կրնաս բանալ աշխարհի վրա տեսնել, ուզածը ուտելիքը կրնաս առնել, ուզածը հարցի պատասխանը կրնաս ստանալ, ուրեմն Աստված գոյություն չունի։ Բայց ավելի կտեսնենք, որչափ աշխարհը կզարգանա, այդչափ պատերազմները կզարգանա, որչափ Աստված մեկը հեռանանք, այդչափ մարդոս մինակությունը հիվանդություններ կառաջացնի եւ առանց Աստուծո չենք կրնարավիլ։ Աթեիստ մարդը աղոթքի ադեն եկեղեցի կմտնե օրը եւ գուզե քարոզիչին սխալ հանել։
Կսե ժողովուրդ հիմա գիտություն կա, սայենս կա, գփաստե, որ եթե չես տեսնել բանը, ուրեմն գոյություն չունի։ Աստուծո դուք կտեսնեք, ժողովուրդը կսեն ոչ, կսե ուրեմն Աստված չի գա։ Քարոզիչը համբերադարը լալով կցկե խոսքը վերջացնե եւ ժողովրդին կսե ժողովուրդ այս մարդուն ուղեղը կտեսնեք, կսեն ոչ, ուրեմն կսե ուղեղ չունի։ Այսինքն ամեն ինչ չէ որ այս աչքերով կերևի սիրելիներ, Աստված հատուկ սիրտ դրած է մեզի, որ իրեն տեսնենք։ Աղոթքը մնայուն հարաբերության նշան է, ador համար կսե անցանցրույթ, գիշեր ու ցերեկ պետք է աղոթենք։ Շատերս միայն աղոթքը կգարձենք բարերն է, արդու կգենան 5 վայրկյան, իրգունը կգենան 5 վայրկյան, կրոնական գործողություն մնե կգենենք։ Ասրի չեկլիստից մեջ նշեցի աղոթքա լրած է։ Կամալ նեղության մեջ կինանք և emergency գա, որը պիտի հիշենք, Աստված պիտի հիշենք, որտեղ պետք ունի, emergency exit կլա մեզի համար։ Ատկի հետո շատերս կաբրինք իմ կյանքովս, իմ որոշումովս, ես, իմս, իմ ուզածը, Աստված մեր կյանքի մեջ կարծես բացակա է։ Հիսուս կսե, որ այրի գնոջ պես պետք է հարադև աղոթեք առանց վհատվելու։ Սուրբ Եվագրոս կսե աղոթքը մտքի հարադև խոսակցությունն է Աստուծո հետ։ Մեկ հատ մտածենք, միտքը երբեք չի գենա, չէր մեր մեջը։ Եթե գենա, ասել է թե գմեռնինք։ Նույնը աղոթքը պիտի չգենա, որտեղ միտքը եւ աղոթքը բարեկամներ պիտի լինեն։ Աղոթքը սրտի ուրախությունն է, որ Աստուծո հետ կզրուցե, կսե Իսահակ ասորին, այսինքն ուրախություն կու դա աղոթքը, որ ես մինագս չեմ, որ դերս, թագավորս Քրիստոս ինքն է։ Այդ զրույցը ոչ միայն գիրքով աղոթելու ժամում կլա, այլ ամենօրյա։ Երբ կքալես եւ Աստուծո հետ կխոսիս օրվա անելիքներուդ մասին, իրեն գսես այսօր ինչ պիտի ինես։ Երբ դադար կառնես, փառք կուտաս, շնորհակալություն կհայտնես, երբ փորձությունները վրատ կհասնին, իր մե օգնություն կխնդրես, երբ որ խջողված է կյանքդ, ուղղությունը գուզես երթալու, իր մե առաջնորդություն կխնդրես։ Ուրեմն ամենեն մեծ խնդրանքը հավատքի զորությունն է, իր հետը կապի մեջ մնալու, որովհետև ամեն ինչ կրնա անցնել, բայց Աստուծո առանց կապի չենք կրնա։ Երբ հարաբերությունը զորավոր է, իր նարգայությունը կփնտրես, եւ կատարյալ աղոթքը այլևս կդառնա լրություն իրեն հետը, ովքեր որ երկար ամուսնացած են, գիտեն, շատ ժամանակ մենք մեր սիրելին կփնտրենք, ոչ թե որ բան ունին գսելու, պարզապես իր ներկայությունը շատ կարևոր է մեզի համար։ Մայր Տերեզա ժամերով մադուրը կանցներ եւ երիտասարդ մայրապետները կհարցնեն, մայր ինչ կաղոթես։ Ցայմը չեն ներ աղոթքից ժամանակ, լրության մեջ նստած ես։ Կսե, որ ես կմտնեմ և գլսեմ իրեն, Աստուծո գլսեմ։ Գսեն, Աստված ինչ կսե ինքնալ ինձի գլսե։ Երկուքս լուր ենք, մեր սրդերն է, որ իրարու հետ կխոսի։ Առանց այդ աղոթական կյանքին, մեր հոգին այրի գնոջը կնմանի, որը արդարություն գուզեր ամեն օր գուքար և գսեր թադստեր։ Մեր խիղճնալ ամեն օր գսե աղոթքեր է, բայց մեր միտքը, որ անիրավ թադավորի պես է, չէ, մեկը չի դեսներ մեր միտքը, և եթե աստուզմյալ չի վախնար, ինչ կլա, անամոտ միտք կլա, ուրեմն գսե պետք չունիմ ես ամեն ինչ պիտի դասավորեմ։ Ador համար Տերը գսե ինձի միացած մնացեք և ես ձեզի միացած պիտի մնամ, ինչպես որ ջուղը ինք առանձին բդուղ չի դար, եթե որդադունկին միացած չլա, նույնպես ալ դուք չեք կրնար բդուղ դալ, եթե ինձի միացած չլաք։ Եվ այդ բդուղները սիրելիներ սերն է, ուրախությունն է, խաղաղությունն է, համբերադարությունն է, ազնվությունը, բարությունը, հավատարմությունը, հեզությունը և չափավորությունը։ Կա ընտանիք այսօր որ ասոնք պետք չունի, խաղաղության պետք չունի, սիրո պետք չունի, իրարու հետ հաշտը լալու պետք չունի, ամենքս ամեն օր պետք։ Աղոթքը բարեկամություն է Աստուծո հետ սիրելիներ։ Մեր մտերմությունը, հաղորդակցությունը մենք կփաստենք մեր բարեկամներու հետ ամեն օր խոսելով։ Եթե մեկ անգամ խոսին բարեկամիս հետ ամիսը անգամը, ասել է թե մտերիմ չեմ։
Օրինակ հիմա շատերս մենք գերացայնենք թակ սնող մարդուն, չէ, թաքսի մարդը գսենք։ Եվ եթե նշмарենք միայն այս ադենը գերացայնենք, այդ մարդը մեզի մդերիմ չէ, բարձրապես կորձի ադենն է, մենք հարաբերություն չունենք իր հետ, որտեղ փամը բիդինենք, այդ օգնությունը պետք ունենք։ Ուրեմն եթե աղոթենք միայն երբ որ փամը պետք ունենք, Աստված մեզի գտարնա միջոց։ Հոգևոր ATM-ը, ինչպես կտնես եւ դրամը գահանես բանկային, նույն ադեն շատ ադեն գուքանք, մենք մեր աղոթքի բարերը գտնենք եւ կգարձենք, որ Աստված մեզի փամը ունի տալ։ Ուրեմն Աստված կսե, որ ես ձեր սիրտը կփնտրեմ, սիրելիներ, ձեր մտերմությունը կփնտրեմ։ Երբ հարադեպ կխոսիս եւ բարեկամիդ լուր կղրկես, ամեն օր կմտերմանաս եւ այդ հարաբերությունը կզարգանա։ Մենք մեր ծնողքի դուն չենք երթար միայն ճաշ ուտելու, այլ իրենց ողջությունը հարցնելու, իրենց ներկայությունը վայելելու։ Նույնպես Տերն է, սիրելիներ։ Աստծո հետ կապը նույնն է, երբ արդու գարտնաս կսես բարելույց Տեր Աստված։ Ինձի օգնե այսօրը անցնեմ քու խաղաղությանը, քու ներկայությամբ իմ կյանքս զարգացու։ Երբ իր սուրբերու կյանքը կգարթանք, կսենք, որ ինչպես կրնանք իր սուրբերու պես սրտար։ Երբ իր խոսքը կգարթանք, կսենք, որ ինչպես կրնանք մեր միտքերը իր միտքը դարձնել եւ իրեն օրհնել։ Ադոր համար Տերը անոնց, որոնք հարադեպ կաղոթեն, ըսավ ցեզի բարեկամներ կկոչե։ Այլևս ցեզից առաջ եմ կոչել, որովհետև ծառան չի գիրեր ինչ կնե իր Տերը, այլ բարեկամ կոչեցի ցեզի, որովհետև ինչ որ հորմես լսեցի, ցեզի հայտնեցի։ Ուրեմն աղոթքը զորություն ունի մեր կյանքը փոխելու, սիրելիներ։ Մովսեսը աղոթեց եւ Կարմիր ծովը բացվեցավ։ Եղիա մարգարեն աղոթեց, երկինքեն գրակ իջավ, այրի գնոջ զավակը հարություն արավ։ Դանիելը աղոթեց եւ այդ արյուզները, որուն արչեւ որ նետված էր, Աստված բերանները կոչեց, որպեսզի չուտեն իրեն։ Աղոթքը անարակ որդին դուն բերավ։ Բորնիկ գնոջը սրբուհի դարձուց, Մայրամ Մագդաղենացին, Եթովպացի մարդասպան Մովսեսին վանական դարձուց, մեծ սուրբ դարձուց եկեղեցու մեջ։ Հիմա հարցում հետևյալն է, դու կհավատաս, որ քո աղոթքը զորություն ունի այսօրվա պատերազմները կեցնելու, այսօր վստահ եմ TV բանակ կտեսնեք առաջինը, որ պատերազմն է։ Կհավատաս, որ քո աղոթքը կօգնե, որ այդ ընտանիքները, որ բաժնվելու կպատրաստվին, չբաժնվին, սերը շատնա իրարու մեջ։ Կհավատաս, որ քո աղոթքը հիվանդ պզդի կգրնա փուժել, խաղաղություն կգրնա բերել, գործի հաջողություն կգրնա բերել։ Չէ որ Հիսուս ասավ, ինձ ավելի մեծ գործեր պիտի ունեք, իմ անունովս խնդրեցեք եւ հայրս պիտի դացեր։ Աս է աղոթքի հարաբերությունը։ Եվ Գրիգոր Նարեգացին գսե, որ ամենեն մեծ առաքինությունն է աղոթքը։ Բոլոր առաքինությունները, գսե Սուրբը, պահք, ողորմություն, բարեգործություն, հագուստներ են հոգևոր կյանքի համար։ Աղոթքը ապրող Աստուծո առջև գենալն է եւ խոսիլն է։ Աս է աղոթքի զորությունը։ Մնացածը ինչ որ գնենք, մեզի գծածկե, բայց աղոթքը լեզու գտնե մեր բերանը Աստուծո հետ խոսելու։ Մեծ պահքը աղոթքի մարզարանն է, սիրելիներ, ջիմն է։ Պահքը, ապաշխարությունը, արևակալը, հսկումները նպատակ չեն մեզի համար։ Մեր սիրտը կմարզեն, որ Աստուծո հետ կապի մեր մգանը զորանա։ Պահքը դիսցիպլին կուտա մեր մարմինին, ապաշխարությունը մեր սիրտը կմաքրե, բայց պարապ չենք կրնալ ցկել այդ սիրտը։ Ադոր համար Թադավորի գիրագին գսե, որ անդադար այդ սիրտը սիրով պետք է լցնես, որը Քրիստոսի սերն է։ Եվ ասես, որ Տեր գուզեն, որ մեջս մնաս, ես ալ քու մեջդ մնամ։ Մեծ պահքի նպատակը Աստուծո հետ ապրիլ սորվիլն է, սիրելիներ, եւ ոչ թե կալ Աստուծո այցելել եւ երթալ։ Որովհետեւ երբ որ զադիգը կա, միասնաբար պիտի ասենք, որ Տեր եկած ես հավատ փնտրելու։ Հավատ կա արդյոք մեծս եւ կուզեմ, որ այս տարի իմ կյանքս փոխվի, որովհետեւ քեզի սիրեմ եւ քեզի ծառայեմ։ Թող Աստված զորացնե ձեր աղոթական կյանքը եւ Սուրբ Հոգիով լեցնե եւ ձեր ընտանիքները բարի խաղաղության մեջ հավիտյանս հավիտենից։ Ամեն։